Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Լատվիայի որոշումը զանգվածաբար քանդել պատերազմի հուշահամալիրները, այն անվանել է երկրի համար խայտառակություն։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել էր, որ Լատվիան հաղթանակի 80-ամյակին ընդառաջ ծրագրում է ոչնչացնել երկրում տեղակայված զանգվածային գերեզմանների հուշարձանների 1/3-ը։ Այդ նպատակով նախատեսում է հերքել հուշարձանների տակ նման թաղումների առկայությունը։ Նման անհարգալից վերաբերմունք դրսևորելն ու ձեզ ֆաշիզմից փրկողների հիշատակի հետ այդպես վարվելը հավանաբար երկրի համար խայտառակություն է։ Դա խայտառակություն է երկրի համար եւ վայ այն մարդկանց, ովքեր պայքարում են իրենց պատմության հետ, ասել է Պեսկովը լրագրողներին։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնեցին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Քննչական կոմիտեն ստացել է ազգային ժողովի նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը, ըստ որի Մհեր Սահակյանը դեպքի օրն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել, նշեցին քրեակատարողական։ Հիշեցնենք, հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Հայաստան խմբակցության պատգամավոր Հույդան անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի Բոլորանների ձորում։ Պատգամավորի մահվան գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտել, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցել է եւ Օմանի հանդիպումից հետո չեն ծրագրում փոխել ձևաչափը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին, եւ մենք համաձայնություն չունենք դրանք հետագայում ուղղակի դարձնելու համար։ Բանակցությունների ձևի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տեսակը, որտեղ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների եւ ճնշումների միջոցով։ Սա թելադրանք է, միջնորդական բանակցությունները կարող են երաշխավորել իրական եւ օգտակար երկխոսություն, եւ մենք համաձայնություն չունենք դրանք հետագայում ուղղակի դարձնելու համար, մեջբերում է Արաղչիի խոսքը ԻՌՆ-ան։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիտարկում է Արևելյան Եվրոպայից մինչև 10,000 զինվորական դուրս բերելու հարցը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը, վկայակոչելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաներին։ Նրանք ասացին, որ այն զորքերը, որոնք կարող են հայրենադարձվել, կազմում են մինչև 20,000 միավոր ստորաբաժանումներ, որոնք ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի կողմից 2022 թվականին ուղարկվել են Ուկրաինային սահմանակից երկրներ։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտնել է խորցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երկարամյա աշխատակից ճառագայթային ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը։ Շուրջ 30 տարի բժիշկ աշխատել է մեր կենտրոնում իր գիտելիքներով եւ մեծ փորձառությամբ բուժելով հազարների։ Նրա անցած ուղին եւ մինչեւ վերջին օրը նվիրվածությունն իր մասնագիտությանը հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, որոնք նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն, նրանց կյանքի որակը բարձրացնելուն։ Բժիշկն իր գործի անմնացորդ նվիրյալն էր իր հոր վաստակաշատ գիտնական բժիշկ Սամվել Քարամյանի արժանի հետնորդը։ Ուակի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին եւ բոլոր մտերիմներին։ Ներսես Քարամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին ժամը 18:00-ից մինչև 20:00 Լյուար Սքոսրաում հասցեն Սիլիկյան հին խճուղի 18 շենք։ Հուղարկավորությունը ապրիլի 11-ին ժամը 13:00-ին նույն վայրից ասված է հայտարարությունում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երեքշաբթի օրը երկրում կհայտարարի արտակարգ տնտեսական դրություն կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմի հետ։ Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը պաշտպանելու Վենեսուելայի տնտեսությունը, ասել է նա երկուշաբթի օրը Վենեսուելանա դե տելևիզիոն հեռուստաալիքի Մադուրո պլյուս հաղորդման ժամանակ։ Վենեսուելայի առաջնորդը կարծում է, որ
ԱՄՆ կառավարությունը խախտում է համաշխարհային տնտեսական կանոնները, ոչնչացնելով միջազգային առևտրատնտեսական իրավունքը եւ առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Նա նշել է, որ ֆինանսական շուկաների փլուզումը ազդել է ողջ աշխարհի եւ հատկապես ամերիկյան ժողովրդի վրա։ Մադուրոն ասել է, որ Վենեսուելան ուշադրությամբ հետևում է առևտրային պատերազմի բացասական հետևանքներին, երկիրը բոլոր հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու եւ համաշխարհային տնտեսական պատերազմին արձագանքելու համար։ Իսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի ավելի մեծ պատասխանատվությամբ, նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ղեկավար Հական Ֆիդանը։ Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի եւ բացասական հետևանքներ կունենա։ Միգուցե նրա կողմից իրականացվող սադրանքները որոշ տակտիկական հարցեր լուծեն, բայց ռազմավարական մակարդակում վնասը շատ ավելի լուրջ կլինի։ Զգուշացրել է նա, մեկնաբանելով Սիրիա-իսրայելական սահմանին տիրող իրավիճակը։ Ըստ Ֆիդանի, Իսրայելում երկու հիմնական քաղաքական ուղղություն կա։ Առաջինի կողմնակիցները ձգտում են հարաբերություններ կառուցել տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա, իսկ երկրորդը ձգտում է պահպանել հրեական պետության անվտանգությունը թույլատնելով իր հարևաններին։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։ Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ, եւ մենք ավելի ենք մոտենում համաձայնության, բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները։ Դա սարսափելի է, ասել է Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես երկուշաբթի ավելի վաղ նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար անհրաժեշտ է լուծել մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Ինչպես արդեն հայտնել ենք, Պրոշյանի եւ Քասախի բնակիչները փակել էին աշտարակի մայրուղին եւ պահանջում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում։ Նրանք բողոքում էին տրանսպորտի հարցի շուրջ, քանի որ Երևանի տրանսպորտն այլևս չի սպասարկելու մարզերի բնակիչներին։ Քիչ առաջ ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը եւ այժմ իրենց բողոքի ակցիան շարունակում են Պրոշյանի մշակույթի տանը։ Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք։ Աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողներն այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ, նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով կալանավորվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը եւ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է դատարանից։ Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4-ին կաշառքի գործով, նույն քրեական գործով շուրջ 1 ամիս առաջ քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում, ինչին հաջորդել են պաշտոնյաների ձերբակալությունները։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվար ամսին 11 մեղադրյալ կար, որից 4-ը կալանքի տակ են։ Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է օկուպացված Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Նշենք, որ նախորդ նիստին ցուցմունք էր տվել ավելի քան 20 տուժող։ Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է խոշտանգումների, շահադիտական գործունեության, պատերազմի օրենքների խախտման, ահաբեկչության ֆինանսավորման համար։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը համագործակցությունը հանքարդյունաբերության եւ ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը եւ ինչպես առաջընթաց գրանցել արդար եւ հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Պետքարտուղարը բարձրացրել է կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ համագործակցության հեռանկարները եւ հետաքրքրություն է հայտնել ամերիկյան ընկերությունների համար առևտրային հնարավորությունների ընդլայնման հարցում։ Նշվում է փաստաթղթում։ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ նշել է Պակիստանի օգնության անհրաժեշտությունը իրավապահ մարմիններում եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Բրյուսի խոսքով արտգործնախարարները ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում հետագա համագործակցության կարևորությունը։ Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Պակիստանին Վիլայաթ Խորասան ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկի Մոհամմադ Շարիֆուլլայի կալանավորման եւ ԱՄՆ տեղափոխման համար։ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը, վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, եւս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաեւ նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 50752-ի, եւս 115475 մարդ վիրավորվել է։ Արաբական հեռուստաալիքների տվյալներով իսրայելական բանակը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ ու հրետանային ռմբակոծություններ իրականացնել անկլավի բոլոր շրջանների ուղղությամբ։ Իրավիճակը մերձավոր արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական Համաս շարժման զինված աջակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդներ վերցնելով։ Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչի X-ի էջում արված հայտարարության մեջ։ Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլև փորձություն գնդակը ամերիկյան դաշտում է, գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին առաջարկելով միջուկային բանակցություններ սկսել։ Թեհրանը հրաժարվեց Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվեց միջնորդների միջոցով շարունակել խորհրդակցությունները։ Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վնթարի է ենթարկվել շտապօգնության բրիգադը։ Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ցավոք բժիշկը մահացել է, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր, գրել է նախարարը։ Լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ գործողությունները չեն վկայում երկխոսության Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցյանը։ Ամերիկյան կողմի գործողությունները չեն արտահայտում նրա պատրաստակամությունը լուրջ երկխոսության համար։ Եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստ լիներ քննարկումների, դա կնշանակեր հավասարության եւ փոխադարձ հարգանքի քաղաքականությունը։ Եթե Վաշինգտոնը որոշի անտեսել երկու երկրների եւ միջազգային հանրության շահերը եւ շարունակի մաքսատուրքային ու առևտրային պատերազմները, Չինաստանը կշարունակի դրան պատասխանել մինչեւ վերջ, նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրք սահմանելու մասին 10% համընդհանուր սակագները ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատականները ապրիլի 9-ից։
Զինված շիա խմբավորումները, որոնք Իրաքի իսլամական դիմադրության մաս են կազմում, պատրաստ են վայր դնել զենքերը Բաղդադի եւ Վաշինգտոնի միջև հակամարտության սրումը կանխելու համար։ Այս մասին հայտում է Reuters գործակալությունը վկայակոչելով խմբավորումների անդամներին։ Գործակալության աղբյուրների համաձայն խմբավորման առաջնորդների եւ Իրաքի վարչապետ Մուհամմեդ Աս-Սուդանի զինաթափման շուրջ բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել եւ նրանք իրենց հերթին հակված են ընդառաջել զենքերը վայր դնելու ԱՄՆ կոչերին։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները լինելով դիմադրության ուժերի հիմնական դաշնակիցը, իրաքյան ուժերին հնարավորություն է տվել ինքնուրույն որոշումներ կայացնել Վաշինգտոնի հետ հարաբերությունների դեսկալացիայի հարցում, նշում են աղբյուրները։ Իրաքցի քաղաքական գործիչներից մեկը հաստատել է Reuters-ին, որ դիմադրության ուժերը լիովին տեղյակ են ամերիկյան ուժերի թիրախ դառնալու հնարավորության մասին։ Ուկրաինան դարձել է պատմության վերաշարադրման ժամանակակից գործընթացների ցածկահարթակ, իսկ Արևմուտքը նրա անկախությունը կապում է նրա արմատների մերժման հետ։ Նման կարծիք է հայտնել ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ուկրաինան դարձել է այս երկու գործընթացների բախման տարածքը, երբ արևմտյան երկրները սկսեցին բռնի կերպով վերաշարադրել պատմությունը եւ միևնույն ժամանակ արագորեն նոր նեոգաղութային գաղափարախոսություններ մուծել առօրյա կյանքում։ Դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինայի համար անկախությունն ու ինքնիշխանությունը կապված են արևմտյան նեոգաղութատիրական օրակարգի հետ, որի շրջանակներում ուկրաինացիները պետք է վերաշարադրեն իրենց պատմությունը եւ հրաժարվեն Ռուսաստանի հետ իրենց ընդհանուր անցյալից։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջիկա տասնամյակներում աշխարհում միջուկային զինաթափումն անհնար է անվանել։ Նրա կարծիքով միջուկային զենք ունեցող պետությունները չեն կարող հրաժարվել դրանից, նույնիսկ եթե Ուկրաինայում հակամարտությունը վերջնականապես լուծվի։ Աշխարհը կստեղծի նոր, ավելի կործանարար զինատեսակներ եւ ավելի ու ավելի շատ երկրներ ձեռք կբերեն միջուկային զինանոցներ, հավելել է Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ բոլորը լավ գիտեն, թե իրադարձությունների նման զարգացումն ինչի կարող է հանգեցնել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դժգոհությունը Կրիվոյ Ռոգի վրա Ռուսաստանի հարձակմանը ԱՄՆ-ի թույլ արձագանքից կեղծավորություն է, քանի որ Կիևը ոչինչ չի արել խաղաղ բնակչությանը տարհանելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Զելենսկին դժգոհել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան թույլ արձագանքից Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ողբերգությանը։ Միևնույն ժամանակ կեղծավոր նախագահը չի գրել, որ վաղուց է այս քաղաքից դուրս բերել իր ծնողներին եւ հարազատներին, նրանք այնտեղ չեն։ Միաժամանակ, ինչպես նշել է խորհրդականը, Զելենսկին բնակչության տարհանման մեկ խելամիտ ծրագիր չի ստեղծել։ Դուբինսկին նշել է, որ ուկրաինացի առաջնորդը բանակի համար միլիարդավոր սննդամթեր գողանալիս չի մտածել տեղահանվածների համար տներ կառուցելու մասին եւ երեխաներին գոյատևելու հնարավորություն չի տվել։ Եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգը խոցելի է ռուսական ռազմական ներուժի նկատմամբ։ Այս մասին գրել է ֆրանսիական պարբերականը։ Առերեսվելով Ռուսաստանի հետ, Եվրոպան առավել քան երբևէ խոցելի է դարձել, հայտնվելով սպառնալիքի առջև, որին լիովին պատրաստ չէ, ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական հետախուզության նախկին ղեկավար Ալեքս Վենգերը հնարավոր է համարել, որ նոր միջազգային սպառնալիքների ֆոնին թագավորությունը հնարավոր է ստիպված լինի վերադարձնել պարտադիր զինվորական ծառայությունը։ Նրա կարծիքով բրիտանական կառավարությունը կարող է ստիպել քաղաքացիներին իրենց պարտքը տալ հայրենիքին։ Կարևոր է ապահովել ամբողջ Մեծ Բրիտանիայի ներդրումը ազգային անվտանգության գործում արտակարգ իրավիճակի դեպքում, հավելել է նախկին լրտեսը։ Հյուսիսային Կորեան պատրաստվում է բացել իր առաջին համակարգչային ակումբը, որը գտնվում է Փենյանի Հվասոն թաղամասի նոր երկնաքերում։ Մինչ պաշտոնական մեկնարկը հաստատություն է այցելել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է NK News-ը։ Նշվում է, որ ակումբը նախատեսված է 300 խաղացողի համար եւ նպատակ ունի նպաստել մայրաքաղաքի եւ ամբողջ երկրի քաղաքացիների նյութական եւ մշակութային բարեկեցության բարելավմանը։ Համակարգչային ակումբում դեռևս չկան համակարգիչներ կամ մոնիտորներ, միաժամանակ ակումբն ունի մեծ թվով բիլիարդի սեղաններ եւ խաղային համակարգչային աթոռներ։ Աղբյուրի համաձայն Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության իշխանությունները ուշադիր հետևելու են խաղային նյութերի կոնտենտին։ Խաղացողներին կարող են առաջարկվել օտարերկրյա անվանումների փոփոխված տարբերակներ, որոնք բացառում են սյուժեները, որոնք կարող են վտանգ ներկայացնել քաղաքական ռեժիմի համար։
Ակնկալվում է, որ նախագիծը կդառնա երկրում ժամանցի ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրի մաս։ Tesla-ի եւ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է $300 միլիարդ։ Այս մասին են վկայում Bloomberg Billionaires ինդեքսի տվյալները։ Մասկը երկուշաբթի կորցրել է $4.4 միլիարդ։ Այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերը շարունակել են անկում ապրել, նրա ընդհանուր կարողությունը հասցնելով $297.8 միլիարդ, ասվում է զեկույցում։ BBI-ի տվյալներով Մասկը 2025 թվականի սկզբից կորցրել է $134.7 միլիարդ։ Ֆիլիպինների կենտրոնական Նեգրոս կղզում սկսել է ժայթքել կանլաոն հրաբուխը։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիա ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Ժայթքումը սկսվել է ապրիլի 8-ին տեղական ժամանակով ժամը 05:51-ին, Երևանի ժամանակով 01:51-ին։ Սեյսմոլոգների տվյալներով արթնացած հրաբուխը մոտ 4 կիլոմետր բարձրության մոխրի ու ծխի սյուն է արտանետել։ Հրաբխի տարածքում հայտարարվել է վտանգի 3-րդ աստիճան, որը ենթադրում է հրաբխային ակտիվության բարձրացում եւ հանկարծակի ժայթքման հավանականություն։ Կանլաոնը Ֆիլիպինների ամենաբեծ հրաբուխներից մեկն է, որի բարձրությունը 2435 մետր է, հիմքի տրամագիծը 30 կիլոմետր։ Վերջին անգամ այն ժայթքել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ 6 կիլոմետրանոց վտանգավոր գոտուց տարանվել է մոտ 47,000 բնակիչ։ Մեծ Բրիտանիան լուրջ կախվածություն ունի ԱՄՆ-ից հետախուզության ոլորտում։ Թագավորության համար գրեթե անհնար է փոխարինել ամերիկյան հետախուզության ներդրումը։ Այս մասին գրում է Politico-ն։ Ըստ պարբերականի, թեև Մեծ Բրիտանիան կարող է ուսումնասիրել ԱՄՆ-ի կողմից տիեզերքի ստացված պատկերները, բրիտանացիներն իրենք չեն կարող դրանք ստանալ։ Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ Լոնդոնը պետք է սկսի պլանավորել աներևակայելին, եթե Միացյալ Նահանգները շարունակի հեռանալ բազմամյա միություններից կամ դաշնակիցների հետ ընդհանուր նպատակներից։ Ուկրաինական ցակմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքային հավակնություններից եւ ճանաչել դրանց պատկանելիությունը Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Telegraph թերթը։ Ուկրաինական ցակմամբ կոնգրեսի միակ անդամը չի վախենում նեղացնել իր հայրենակիցներին։ Նրանք պետք է ճանաչեն տարածքային զիջումը եւ պահանջեն Վոլոդիմիր Զելենսկու հրաժարականը, ասվում է հրապարակման մեջ։ Սպորտուն ընդգծել է, որ հակառակ դեպքում Ուկրաինան միայն ավելի շատ տարածքներ կկորցնի եւ Ռուսաստանի հետ փոխզիջումներից հրաժարվել բարդացնում է Կիևի վիճակը։ Նա նաև քննադատել է Զելենսկուն ուկրաինական ճգնաժամը կապելով նրա սխալների հետ։ Հազվագյուտ մետաղների գործարքի ստորագրումից հետո Ուկրաինային անհրաժեշտ կլինի հաշվապահ, ոչ թե նախագահ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Ուկրաինայում հանքանյութերի մասին գործարքի ստորագրումից հետո անհրաժեշտ կլինի ոչ թե նախագահ, այլ հաշվապահ, որի նպատակը կլինի բյուջետային ծախսերի նվազեցումը եւ Չակերտյալ հիմնադրամի վճարումների մաքսիմալացումը, ասել է խորհրդականը։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել։ Այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Այս մասին Մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Բաղայի հայտարարությունը հնչել է ի պատասխան Իրանի խորհրդարանի падգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանի միջուկային զենք ստեղծելու առաջարկին, որպիսի հավասարը հավասարի հետ բանակցի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ։ Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է, այն բազմիցս հնչեցվել է հենց այս ամբիոնից։ Իր վերջին գրառմամբ երկրի ԱԳ նախարարը հստակ նշել է, որ Իրանը երբեք եւ ոչ մի պարագայում չի ձգտել միջուկային զենք ունենալ։ Այս հարցը մեր ռազմավարության եւ համոզմունքների մի մասն է եւ հիմնված է Գերագույն առաջնորդի որոշման վրա, հայտարարել է Բաղային։ Եվրամիությունը հրաժարվել է ֆինանսավորել Լիտվայի եւ Էստոնիայի նախագիծը անօդաչու սարքերի օգնությամբ պաշտպանելու իրենց սահմանները։ Այս մասին տեղեկացրել է Լիտվայի ներքին գործերի նախարարությունը։ Էստոնիայի եւ Լիտվայի սահմանապահները համատեղ հայտ են ներկայացրել ԵՄ ֆինանսավորման համար, սահմանի երկայնքով այսպես կոչված անօդաչու թռչող սարքի պատ ստեղծելու համար, սակայն նախագիծը ֆինանսավորում չի ստացել, ասվում է զեկույցում։ Հայրենի կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Մեր քաղաքը դաշինքը ձևավորվել է Հայրենիք եւ Միացյալ Հայաստան կուսակցությունների միջև։ Գյումրի համայնքի ավականու ընտրությունների մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավականու տեխնացուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։
քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավականու ցուցակին, ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Հայրենի կուսակցության տեսակետը արտահայտված է եւ համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը։ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։ Կուսակցությունը հայտարարում է. ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։ Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք եւ չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։ Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում եւ ողջ հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածության եւ համերաշխության ապահովման գերակա շահերից, ասվում է հայտարարությունը։ Ճապոնիայի կառավարությունը որոշել է եւս 2 տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են մասնավորապես երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ Մենք այս որոշումը կայացրել ենք ելնելով մեր մտադրությունից բոլոր ջանքերը գործադրելու համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը եւ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային ծրագիրը, ասել են նա։ Տոկիոյի սահմանափակող միջոցները ներառում են նաև հյուսիսկորեական նավերի, ինչպես նաև նախկինում այդ երկրի նավահանգիստներ այցելած նավերի ճապոնական նավահանգիստներ մուտքի արգելքը։ Հյուսիսային Կորեայի դեմ ճապոնական պատժամիջոցները սահմանվել են 2006 թվականին եւ այժմ երկարացվել է մինչեւ 2027 թվականի ապրիլ։ Փենյանն ու Տոկիոն չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ Ճապոնիայի դիրքորոշման պատճառով նրանց միջև ուղղակի տրանսպորտային կապ չկա։ Իսկ այժմ եղանակի մասին Երևանում ապրիլի 8-ից 3-ը 9-ին 13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին 10-ին սպասվում է քամուշ գնացում 13-ից 15 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում ապրիլի 8-ից 3-ը 10-ին 13-ին առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ին 13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան մասում 3-ից 6 մետր/վայրկյան արագությամբ։ Ապրիլի 8-ին 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-ից 10 աստիճանով, ցերեկը 6-ից 8 աստիճանով։